Մեկնարկել է հայ-ամերիկյան համատեղ թրիփ նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության և գնահատման գործընթացը։ Սա առաջնահերթ քայլ է նման նախագծի իրագործման ճանապարհին։ Առաջիկա օրերին մենք Միացյալ Նահանգների գործընկերներին կփոխանցենք TRIP-ի հետ կապված համաձայնագրի նախագծի հետ կապված մեր դիտարկումները, ընդ որում համաձայնագրի նախագիծը հիմնված է լինելու երկու երկրների կառավարությունների հաստատած իրագործման շրջանակի վրա, որն իր հերթին հիմնված է օգոստոսի 8-ի հռչակագրի վրա։ Օրենսդիր գործադիր մարմինների հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Գեգամ Նազարյանը վարչապետից հարցրեց. արդյոք քննարկվում է նաև Իջևանը ադրբեջանական երկաթուղուն կապող հատվածի վերականգնումը և դրա հնարավոր տնտեսական ազդեցությունը։ Ապաշրջապակման համատեքստում գործնականում այդպիսի ճանապարհ կամ երկաթուղի չկա, որի բացման կամ վերաբացման հարցը չի քննարկվում։ Իհարկե քննարկվում է, բայց նաև պետք է հետևյալը հաշվի առնենք, երկաթուղու ձեր նշած հատվածի մասին խոսելիս չպետք է մոռանանք, որ ցավոք արդեն 30 տարուց ավելի Հաղարծին գյուղի հատվածում սողանք կա, որը ըստ էության ընդհատել է երկաթուղին, բայց դա լուծելի հարց է կախված նրանից, թե ինչպիսի հոսքեր պոտենցիալ կանցնի այդ տեղով։ Այսինքն, եթե այդ երկաթուղին բեռնվածության պոտենցիալ ցույց դնի եւ այսինքն շահութաբերության հեռանկար ունենա, դա կարող է տեղի ունենալ։ Փետրվարի 9-ին պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համատեղ հայտարարությամբ ամրագրվեց հայ-ամերիկյան գործակցության խորացումը նաև միջուկային էներգետիկայի ոլորտում։ Ազգային ժողովի ամբիոնից անդրադառնալով այս հարցին, վարչապետը նշեց. Այստեղ մենք մի քանի գործընկերների հետ ունենք երկխոսություն և իհարկե մենք որոշում կայացնենք այն նախագծի օգտին, որը առավելագույնս համապատասխանում է Հայաստանի շահերին։ Հայաստանը միջուկային ռեակտոր ունենալու հարցը քննարկում է Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Չինաստանի և Հարավային Կորեայի հետ։ Շարունակեց վարչապետն ու միաժամանակ հավելեց. այս մասին մեր բոլոր գործընկերներին թափանցիկ կերպով ասում ենք, քանզի սա ռազմավարական նշանակության որոշում է լինելու։ Կան գնահատականներ, որ միջուկային վառելիքի պաշարը ընդհանրապես այս պահին հայտնի պաշարները, իրենք 70 տարվա պաշարներ են։ Այսինքն, ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ հաշվարկի կարիք ունի, թե 40 տարի հետո 1 կիլովատժամ միջուկային էներգիան ինչ կարող է արժենալ, որտեղ ստեղ էլ տնտեսական նպատակահարմարության և ետգնման հնարավորությունների հարց կա։ Իհարկե հիմա նաև լրջորեն քննարկվում է և կա արդեն փորձ միջուկային վառելիքի երկրորդային հարստացման կամ երկրորդային միջուկային վառելիքը երկրորդ անգամ օգտագործած միջուկային վառելիքը երկրորդ անգամ օգտագործելու։ Կան շատ ավելի հեռանկարային տարբերակներ, քանի որ ուրանը ինքը մեծ ծավալներով կամ պլուտոնիումը մեծ ծավալներով չի օգտագործվում, կա նաև մեծ հավանականություն, որ ի վերջո կլինի տեխնոլոգիա դրանք բերելու տիեզերքից, այսինքն այլ երկնային մարմիններից եւ այլն, բայց դրանք ստեղ խնդիրը հետեւյալն է, թե գինը ամենակարևորը, գինը ինչ արժենալու։ Գործադիրի ղեկավարի խոսքով կառուցվելիք նոր ատոմակայանը պետք է ունենա տնտեսական և ֆինանսական լուրջ սխեմա, որպեսզի ներդրվելիք գումարը վերադառնա։ Սրան զուգահեռ կան նաև այնպիսի լուրջ հարցեր, որոնք մանրամասն քննարկման կարիք ունեն։ Մինչդեռ, ըստ Փաշինյանի, կան գործընկերներ, որոնք Հայաստանին շտապեցնում են որոշում կայացնելու հարցում։ Ամենայն հարգանքով, մենք պետք է այս բոլոր նյուանսները հասկանանք, որովհետև եթե մենք ենթադրենք 5 միլիարդ, 4 միլիարդ, 6 միլիարդ ներդրում արեցինք ատոմակայան կառուցեցինք և ուրանի գինը
4 անգամ բարձրացավ, 5 անգամ բարձրացավ, 10 անգամ բարձրացավ։ Հիմա եկեք նայենք ոսկու գնի դինամիկային վերջին 10 տարում։ Իհարկե համեմատությունը տեղին չի եւ այդքան ուղիղ չի, բայց ենթադրենք մեկ է կարա պլուտոնիումի եւ միջուկային վառելիքի գինը կարա այդ դինամիկով սկսի աճել։ Դա ոնց է ազդելու մեր նախագծի բանի վրա, տնտեսական հետ գնելիության կամ տնտեսական արդյունավետության վրա։ Նիկոլ Փաշինյանի խոսքով Հայաստանի այժմյան էներգետիկ համակարգում Մեծամորի ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիայի սակագինը ամենաէժանն է։ Մենք հիմա գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետը մինչև 2036 թվականը երկարացնելու ցիկլի մեջ, որից հետո եւս մի փուլ ենթադրվում է 10 տարով եւս հնարավոր կլինի երկարացնել Մեծամորի ատոմակայանի գործունեությունը, այսինքն եղավ 2036 եւ 2046։ Այդ ընթացքում մենք պետք է կայացնենք որոշումներ։ Այս համատեքստում Փաշինյանն անդրադարձավ նաև Մեծամորի ատոմակայանը փակելու շահարկումներին։ Այն որ Մեծամորի ատոմակայանը պիտի փակվի, դա համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնել է Սերժ Սարգսյանը։ Այսինքն, հիմա մենք ասում ենք, որ նոր ատոմային կայան ունենալու հարցը քննարկում ենք մի քանի գործընկերների հետ։ Ընդդիմադիր եւ ոչ մի падգամավոր այս անգամվա հարցուպատասխանին չէր մասնակցում։ Դիանա Դավթյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։